Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Ֆակտոր TV-ն ուղիղ տեսակապով զրուցելու է իսրայելական Պետախ Տիկվա քաղաքում բնակվող Արտյոմ Չեռնամորյանի հետ, նա նաև Իսրայելի միության նախագահն է, ողջույն պարոն Չեռնամորյան։ Այո, ողջույն, Պետախ Տիկվա իսրայելահայերի նայերի միության։ Պարոն Չեռնամորյան, 4-րդ օրն է ընթացքի մեջ է Իսրայելի պատերազմը Իրանի դեմ, բոլորս տեղյակ ենք լրահոսից, թե ինչպիսի հարվածներ են հասվել Իրանի միջուկային ռազմական օբյեկտներին եւ որ բարձրաստիճան բազմաթիվ զինվորականներ են զոհվել Իրանից, բայց այսօր Պետախ Տիկվայում ձեր քաղաքը իրանական այսպես ռումբերից տուժել է, կխնդրեմ նախ իրավիճակը ներկայացնեք, հետո մյուս հարցերին անդրադառնանք։ Այո, երկրի կենտրոնում ամենահարաշատ քաղաքը հենց Պետախ Տիկվան է, որտեղ մոտ 1000 հայ է բնակվում, խառը ընտանիքների թվում, եւ գիշերը, ասենք, հուժկու պայթյուններ տեղի ունեցան մեր քաղաքում, այսինքն այնպես չէ, որ նախկինում մեր քաղաքը չի թիրախավորվել, միշտ էլ թիրախավորվել է, չնայած մենք ունենք քաղաքում Իսրայելի ամենամեծ հիվանդանոցներից մեկը եւ չունենք որևէ մի ռազմաբազա, բայց ունենք հզոր արդյունաբերական համալիրներ, արդյունաբերական շրջաններ եւ գուցե սա թիրախավորել էին հենց մեր քաղաքը եւ այդպիսի հուժկու պայթյուններ տեղի ունեցան եւ հրթիռներ ընկան եւ այս հարձակման արդյունքում ունենք 4 զոհված, այս պահին ունենք ուրեմն 20-ից ավելի վիրավոր եւ 6 մի շարք շենքերից մարդիկ տարհանվել են, քաղաքապետը հենց դեպքից հետո անմիջապես հայտնվել էր դեպքի վայրում, անմիջապես ժամանել էր դեպքի վայր եւ միջոցառումներ էին ձեռնարկում մարդկանց տարհանելու եւ տեղավորելու հետ կապված, նախ հյուրանոցներում են տեղավորել, հիմա ստեղծել են դպրոցներից մեկում հատուկ շտաբ, որտեղ մարդիկ շոր ինչ որ ունեն ավելորդ կամ ինչ որ չունեն գնում են, առնում են, բերում են եւ այս մարդկանց են նվիրում ուղակի այն մարդկանց, այն շենքերի բնակիչներին, որոնք մնացել են անտուն եւ որոնք կորցրել են ամեն ինչ, ճիշտ է, պետությունը ժամանակին կփոխհատուցի, ամեն ինչ կփոխհատուցվի, սակայն դրա համար ժամանակ է պետք, իսկ մինչ այդ ապրել է պետք։ Ահա սա է իրականությունը, մի շարք խոշոր քաղաքներ պարսկական ուժերի կողմից թիրախավորվել են, հետաքրքրին է, որ Իսրայելը չի հարվածում, եթե ցանկություն ունենա, դուք տեսակ Իսրայելի հնարավորություններ, եթե ցանկություն ունենա, կարող է շատ հեշտությամբ խոցել ցանկացած քաղաքացիական օբյեկտ, սակայն Իսրայելը նման ոճով ռուսա, մոնղոլա, ազերա ոճով կամ այդ ահաբեկչական ոճով չի գործում, այլ գործում է այնպես, ինչպես ասենք, որքանով հնարավոր է մաքսիմումը ուղարկում են ուրեմն SMS հաղորդագրություններ, նույնիսկ պատկերացրեք ինչպիսի զավեշտի է հասել, որ Իրանի բանակում ծառայող զինվորների կանայք Իսրայելից SMS են ստացել, պատկերացրեք ինչ կարգի ուրեմն ներգրավվածություն ունի Իսրայելը իրանական կյանքում, որ կոչ են անում զինվորներին հրաժարվել կռվել այս այաթոլլաների ռեժիմի դեմ, պատկերացրեք, բոլորս գիտենք, նույնիսկ չանդրադառնամ, թե առաջին անգամ ինչպիսի հարված հասրեցին, երկրորդ անգամ ինչպիսի, մինչև որս արդեն 7-8 անգամ հարվածներ են հզոր հասցրել, Իրանը փաստացի այսօր հակաօդային պաշտպանություն չունի, Իրանը փաստացի այսօր խոշոր նավահանգիստներից օգտվելու հնարավորություն չունի, այն հզոր իսլամական հանրապետությունը, որը ամեն օր իր ստեղծման օրվանից հետո նույնիսկ ժամացույց էին կախել Թեհրանում, որը հետ էր շարժվում եւ ասենք հաշվում էր Իսրայելի կործանման օրերը, որը փչացրեցին հրեա հակերները, հրեաները ժամանակին։ Պարոն Չեռնամորյան, հասկանալի է, իսկ Իսրայելը ռազմավարական օբյեկտների կորուստներ կրել է, մենք արդեն տարբեր կադրեր, տեղեկություններ տեսնում ենք Իսրայելի կողմից Իրանի ռազմական ատոմային օբյեկտների խոցման, ինչպես նշեցի, բարձրաստիճան զինվորականներ են սպանվել, նրանցից շատերը դեռ մի քանի օր առաջ այսպես սպառնում էին Իսրայելին, նշելով, որ հուժկու պատասխան կստանա, բայց այսօր այդ մարդիկ մահացած են ըստ էության։ Իսրայելը հասցնում է ռազմավարական բնույթի հարվածներ
Իսկ Իրանի պատասխանները ինչին են ուղղված, արդյոք Իսրայելը ռազմավարական օբյեկտներ կորցրել է։ Հասկանում եք, մեր իրականության մեջ այնքան fake լուրեր են տարածված, այնպիսի fake նյութեր, սկսած իսրայելյան F4 ուրեմն ինքնաթիռի, հետո ռմբակոծիչների, որ Իսրայելը ընդհանրապես ռմբակոծիչ չի էլ ունեցել, այն էլ նման մասշտաբի արհեստական բանակությամբ պատրաստած, բանականությամբ, հետո Սուզանավեր, ռուսական Սուզանավերը 2018 թվականի ուրեմն ռազմական, ասենք, օպերացիաների ժամանակ կամ զորավարությունների ժամանակ վրան, ասենք, կպցրած Իրանի դրոշը, այնքան ֆեյքեր կան, իրականում իհարկե թիրախավորում են նաև ռազմական օբյեկտները, ուղղակի պատկերացրեք, որ նրանք այնքան հին հրթիռներով են դա անում, եւ ասենք մի քանի մետր կամ մի քանի ասենք մետր ու կես 2 մետր շեղվելու պարագայում, ասենք, երբ որ նրանք թիրախավորում են Թել Ավիվի կենտրոնում գտնվող պաշտպանության նախարարությունը, նրանք, ասենք, անմիջապես հարվածում են նախարարությունից մոտ 1 կիլոմետր հեռու գտնվող կամ 700 մետր հեռու գտնվող մի բնակելի շենք, եւ այդ բնակելի շենքերից մեկը վնասում են։ Այսինքն նրանց մոտ գուցե ուզում են, շատ են ցանկանում, բայց այդ հնարավորությունները դեռ նրանց մոտ չկա։ ԱԹՍ-ներով են շատ փորձում, այսօր հարձակում է տեղի ունեցել, որքան տեղեկացա Կեսարիայում Նաթանյահուի նստավայրի վրա, ԱԹՍ-ներով փորձել են, բայց ասենք երեխային էլ մանկապարտեզի պարզ է, որ Նաթանյահուն իր սեփական տանը Կեսարիայում անելիք չունի։ Այսօր դուք ոչ մի ուրեմն զինվորական բարձրաստիճան, ոչ մի կառավարության անդամ, ոչ միտեղ նստած կամ քայլելով չեք տեսնի։ Հենց այդ ռազմական օպերացիայի սկսելուց առաջ այդ մարդիկ արդեն բունկերներում են, հատուկ թաքստոցներում են, ինչպես գիտեք, այս վերջերս շատ ուրեմն պարսիկների համար աշխատող գործակալներ էր Իսրայելը ուրեմն հայտնաբերելու ձերբակալել, այդ թվում իմ հաշվարկով արդեն 16 ադրբեջանցի խառընտանիքների կազմում Իսրայել եկած, Իսրայելի հաց ու ջուրը կերած, Իսրայելին դավաճանած եւ սրանք բավական լուրջ ռազմական եւ այսինքն ստրատեգիական վնաս են հասցրել Իսրայելին, որոնց իհարկե ձերբակալել են եւ գուցե ցմա մի քանի անգամ այսպես ցմա դատապարտեն նստացնեն, համենայն դեպս եղել է Վայցմանի ուրեմն կենտրոնի վրա Վայցմանի ինստիտուտի վրա հարձակում, սա կարելի է հաստատել եւ նաեւ ասենք փորձել են Հայֆայի ինչ որ գործարանից նավթամշակման միակ գործարանի վրա հարձակում կատարել, ընկել է գործարանի տարածքից մի փոքր հեռու ինչ որ մի հատ խողովակ է վնասել ու ինչ որ մի փոքրիկ տրանսֆորմատոր է վնասել, այսինքն չեմ ասում թե չեն թիրախավորել, թիրախավորում են, բայց արդյունքի չեն հասնում, որովհետև օգտագործում են 80-ական թվականների իրենց իսկ արտադրած կամ այս վերջերս թեկուզ արտադրած բալիստիկ հրթիռները, որոնք իրենց ծավալով շատ մեծ են, երկու տեսակի բալիստիկ հրթիռներ են օգտագործում, օրինակ Պետախտիկվա եւ վերջին 2 օրերին օգտագործած բալիստիկ հրթիռները նախկին հարձակումներից տարբերվում են, սրանք ավելի ծանր են, մոտ 700 կիլոգրամ միայն ուրեմն ունեին պայթուցիկ նյութ, ու պատկերացրեք նման մեծ տրամաչափի հրթիռը, երբ որ երկնքից իջնում է, ինչպիսի միայն հարվածելու այդ ուժը, ինչպիսի վտանգ կարող է ուրեմն սպառնալ քաղաքացիների խաղաղ բնակիչների համար, այսինքն այս մարդիկ ուղղակի ռուսների նման խաղաղ բնակչության են ցանկանում վնասել, մաքսիմալ սպանել, բայց երբ որ ընդհանուր առմամբ հաշվարկում ես, թե ընդհանրենք 500 մոտ հրթիռ են կրակել, չէ, այսպես պայմանական վերցնենք, 500 հրթիռ ընդամենը 22 զոհ եւ 500 վիրավոր, սա է, ասենք 500 հրթիռի արդյունքը, պատկերացրեք 500 բալիստիկ հրթիռի մասին է խոսքը, այսօր բալիստիկ հրթիռ, ասենք, չկա աշխարհում բանակ, որ կարողանա բալիստիկ հրթիռները 100%-ով ուրեմն օդում ոչնչացնել, հա, իսկ Իսրայելը կարող եմ ասել, որ մոտ 90%-անոց արդյունք է այսօր ապահովում բալիստիկ հրթիռները, իսկ հութիների ուղարկած հրթիռների 95%-ն է խոցում, բայց եկեք անկեղծ լինենք, թեկուզ այդ 10 հրթիռից եթե մեկն էլ ընկնի եւ ունի 700 կիլոգրամ այսպես քաշ իր մեջ իր գնդակներով մետաղյա եւ այլն խոցելու հնարավորություններով,
պատկերացրեք ինչպիսի հսկայական վնաս կարող է պատճառել խաղաղ բնակչությանը, շենքերին, կենդանիներին, ընդհանրապես ողջ տարածքին ու ասենք անընդհատ հայկական իրականության մեջ խոսում են ինչու Իսրայելը հարձակվեց, ինչու այս ռազմական գործողությունները իրականացած, չգիտեմ դուք այդ մասը կներեք պարոն Չեռնամորյան, ինչու Իսրայելը ըստ էության չհավատեց Իրանի այն հավաստիացումներին, որ ինքը ատոմային էներգետիկա զարգացնում է խաղաղ նպատակներով եւ ոչ զենքի արտադրության, նրանք իհարկե շատ էին հարստացրել urանը 60% եւ ավելի, բայց ըստ էության դա դեռևս զենքի ստեղծում չի։ Այդ հարվածները ինչ բնույթ, ինչու Իսրայելը գնաց այս քայլին։ Ուրեմն ես ձեզ ասեմ մի շարք լուրջ պատճառներ կան։ Թեև կներեք Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը ունի այնքան ատոմային հարստացված զանգված, որ 9 հրթիռի համար կարող է հումք ծառայել, ես չգիտեմ դա ինչքանով ճշմարիտ է։ Այո, տեսեք, ես այնպես չէ որ Նեթանյահուն այնքան եմ հավատում, որովհետև հոկտեմբերի 7-ից հետո 2023 թվականի առանց այն մենք նրան չէինք վստահում եւ նրա դեմ ասենք միլիոններով ցույցեր էինք դուրս գալիս, ես եմ օրինակ ցույցերի մասնակցել շատ դեպքերում Նեթանյահուի կառավարության դեմ, մեր աչքի լույսը չէ Նեթանյահուն, բայց այստեղ Իսրայելի անվտանգության սեփական երկիրը պաշտպանելու խնդիր է կար։ Եկեք ես շատ կարճ, հակիրճ ու շատ ընդունելի ձևով ձեզ բացատրեմ։ Պատկերացրեք, ասենք իսլամական այս հեղափոխությունից հետո առաջին գործը եղավ Իսրայելը հռչակել որպես չարիքի առանցք, որպես պետություն, որը պետք է երկրից երեսից վերանա, եւ Իրանը տարբեր ծրագրեր էր մշակում այս իր պլանը իրականացնելու համար։ Իրանը կարողացել է ստեղծել մի քանի տասնյակ տարիների ընթացքում նախ Լիբանանի իրադարձությունները, երբ որ Հեզբոլլահը ստեղծվեց, այսինքն շիա մուսուլմանները լինելով ընդամենը իսլամական աշխարհի 15%-ը մոտավորապես այնպիսի հզոր դիրք կարողացան Իրանի միջոցով ձեռք բերել հանձինս Մերձավոր Արևելքում, որ էլ ասելու չէ։ Օրինակ Հեզբոլլահի իրականություն, երբ որ պետությունը պետության մեջ էր, ուներ իր սեփական ռազմական ուժերը, իր հակաօդային պաշտպանությունը, իր հրթիռային ստորաբաժանումները, պատկերացրեք, իսկ Լիբանանի բանակն իրենից ոչինչ չէր ներկայացնում։ Սա ինչպես է կարելի թույլ տալ։ Կամ Ասադի ռեժիմը, որը ֆինանսավորվում էր նույնպես Իրանի կողմից եւ որ զենքն ու զինամթերքը Ասադի ռեժիմն էր մատակարարում, ասենք Լիբանանին։ Սա երկու։ Երրորդը, ասենք Իրաքում գործող պրո-իրանական միլիցիան, Սիրիայում գործող պրո-իրանական միլիցիան, որը ասենք Ասադից բացի առանձին գործում էր Իսրայելի դեմ։ Սրանք գումարած հութիներ, այսինքն Իրանն այս տարիների ընթացքում ստեղծել էր հրե օղակ, թարգմանաբար եբրայերենից հրե օղակ, ասենք որով փորձում էր խեղդել ու ճնշել Իսրայելը, բլոկադայի ենթարկելով Իսրայելը, մոռացա ասել են, Համասի մասն էլ չեմ խոսում, Համաս, Ջիհադ Իսլամի, սրանք արդեն մանր-մունր, այսպես ասենք գլոբալ Իրանի խաղերի համար մանր խաղացողներ են։ Չնայած Համասը մինչև այսօր չի պարտվել եւ մինչև այսօր մենք գտնվում ենք նաեւ Գազայի գոտում պատերազմի մեջ Համասի դեմ։ Ու սրա ընթացքում արդեն հոկտեմբերի 7-ը տեղի ունեցավ եւ Իսրայելի հատուկ ծառայությունների ձեռքը հայտնվեց մի փաստաթուղթ, որի մեջ նշված էր, թե Իրանը հոկտեմբերի 7-ից հետո նաև ինչպիսի հարձակում մի քանի հազարավոր այսպես ահաբեկիչներից, ինչպիսիք են հողաթափիկներով, ԱԿԱ-ներով զինված արաբ ահաբեկիչները Գազայի գոտուց ներթափանցելու Իսրայելի տարածք, մաքսիմում սպանելու, կողոպտելու, թալանելու, մարդկանց գերեվարելու դեպի իրենց երկրները, այսպիսի ծրագիր կար եւ Իսրայելը որոշեց կամաց սա մաքրել Մերձավոր Արևելքը իրանական շանտաժից, իրանական ուրեմն այս բռնակալությունից ազատելու գործընթաց։ Ես չեմ ասում, որ Նեթանյահուն հեղափոխական է կամ ասենք նույնացնեմ Նեթանյահուին, ասենք Լատինական Ամերիկայի հայտնի հեղափոխականների հետ։ Խնդրում եմ ճիշտ հասկացեք։ Բայց այստեղ երկիրը ուներ իր սեփական անվտանգության խնդիր, երբ որ մտնում են քո տարածք, մորթում են քո քաղաքացիներին, մեկ օրվա ընթացքում 1200 հոգի մարդ են սպանում ու դիակները գողանում են, որպիսի իրենց արաբ բնակիչների հետ ասենք կամ
իրենց բաների հետ փոխեն այդ բանտերում նստած ահաբեկիչների հետ այրունոտ ձեռքերով, սա արդեն ուրիշ հարց էր եւ Իսրայելը ստիպված մտավ այս պատերազմի մեջ։ Ես անդադ հիշում եք մեր վերլուծություններում ասում եմ, որ կմտնեն Գազա, ինձ չեն հավատում, մտան Գազա, ասեց է հաջորդը Լիբանանն է լինելու, այնպիսի հարված են Հեզբոլլահին հաստնելու, որ լիբանանցիները սկսեն շունչ քաշել, այսինքն այունի այս նոր կառավարությունը սկսել է Լիբանանում Հեզբոլլահից մաքրելու եւ պարլամենտը եւ զինվորականությանը, այսինքն Հեզբոլլահն, ասենք կամաց Իսրայելի հարձակումների ու Իսրայելի հզոր, ասենք Լիբանանում գործող Հեզբոլլահի պարագլուխների շնորհիվ կարողացավ լուրջ հաջողությունների հասնել։ Հիմա լիբանանցիները կարող են ավելի ազատ շնչել ու ավելի դեմոկրատական երկիր կառուցել։ Ժամանակին Լիբանանը 30%-անոց քրիստոնեական բնակչություն ուներ, իսկ ինչքան էին քրիստոնյաների, ասենք, բնակչությունը, որքան էր նվազել, ասենք Հեզբոլլահի այս տարիներին, սա այլ հարցի մյուս կողմն է, որքան հայեր լքեցին Լիբանանը, որքան հայեր լքեցին Սիրիան այս Ասադի ռեժիմի ու իր անկարողության պատճառով, ռուսների հետ գործ բռնելու պատճառով, որքան հայեր լքեցին Սիրիան, սա այլ հարցի մյուս կողմն է։ Փաստորեն Սիրիայի հարցն էլ լուծվեց, Ասադի ռեժիմն ընկավ, Լիբանանում իրավիճակը կարգավորվեց, հիմա հութիները ամեն օր մեզ արտասնում էին այսպես սիրուն սապրված գեղեցիկ տեսքով, գեղեցիկ համզգեստով հութի եղբայրները, այնքան ենք արդեն հութի եղբայրների մասին խոսել, որ արդեն անեկդոտներ էինք սկսել հորինել հութի եղբայրների մասին, գրեթե ամեն օր Ռոբերտ, չէին թողնում մարդիկ հանգիստ քնեն, անընդհատ բալիստիկ հրթիռներով հարձակումներ, դուք վերցրեք ցանկացած պետություն, որ պետությունը կարող է 2 տարի հանդուրժել, որ ամեն 2 օրը մեկ կամ 1 օրը մեկ 2 անգամ, 3 անգամ բալիստիկ հրթիռներով խփեն քո պետության վրա, իսկ քո պետությունը չունի այնքան երկար ձեռքեր, որպեսզի կարողանա անընդհատ 2200 կիլոմետր օդ հանի, ասենք 200 ինքնաթիռ տանի դեպի հութիների սահմանը, նրան ծռմբահարի, հետո հետ բերի։ Հասկանում եք, այսինքն պետք էր մի օր այս աշխատանքը, այո։ Հասկանալի է, իսկ ո՞րն է լինելու Իսրայելի հաջորդ նպատակի սպասարկումը։ Մենք եթե դեպքերի թվագրմամբ զբաղվենք, Համաս ըստ էության Գազայի հատված, որի պատերազմը իրապես դեռևս չի ավարտվել, Հեզբոլլահ Լիբանանի տարածքում, նաև Սիրիայում է ռեժիմի փոփոխություն տեղի ունեցել, պրոիրանական ռեժիմը Ասադի վարչակազմը, որ նաև Ռուսաստան պաշտպանություն ուներ, այլևս գոյություն չունի։ Հիմա Իրանի դեմ է այս ռազմական գործողությունը, որն է հաջորդ քայլը, արդյոք այսպես Իսրայելը կարող է հավակնել ամբողջությամբ թե Պաղեստինը, թե Գազան վերցնել վերահսկողության ներքո եւ ըստ էության սցենարային հաջորդ մշակումը կարծես դա է երևում, կամ դուք այլ բան գիտեք։ Անկեղծ ասած, շատ բարդ հարց է, որովհետև Իսրայելը իր վրա չի ուզում վերցնել 2 միլիոն սոված մարդկանց կերակրելու, նրանց տեղավորելու, այսինքն, որովհետև նրանցից յուրաքանչյուրը պոտենցիալ, ասենք, թշնամի է Իսրայելի համար, որովհետև հենց այդ նույն մարդիկ են հողաթափերով, փայտիկներով ու տանակներով զինված, որ կտրում են մարդկանց կոկորդները հենց Իսրայելի տարածքում։ Դրա համար Իսրայելը նույնիսկ այդ բաց է թողնում այդ ուրեմն հումանիտար օգնությունը եւ այս վերջերս կառավարությունը կապված օրթոդոքսների եւ այս ուրեմն գտել են ինչ-որ մեկ կոնտրաբանդայով զբաղվող, մաքսանենգությամբ զբաղվող մի հատ արաբական ուրեմն պարագլխի, ավելի կարելի ասել ծովային, քան պարագլուխ կամ ինչ-որ բանդիտի, սրան զենք էին տվել հրեաները, հրեական հատուկ ծառայությունները ու սրանց միջոցով դարանակալում էին Համասի զինվորներին ու սպանում էին։ Պատկերացրեք, որ Իսրայելում լուրջ աղաղակ բարձրացեց, բայց սրանց միջոցով փորձում են հումանիտար օգնությունը բաժանել խաղաղ բնակչությանը ու չեն վստահում Համասին։ Այսինքն, սա է այս պահին իրականությունը։ Պետք է Դոնալդ Տրամպը Իրանին ասել էր 60 օր ժամանակ եմ տալու եւ փաստորեն Նեթանյահուն Դոնալդ Տրամպի խոստումը կատարեց 61-րդ օրը Իրանի հարցերը ճակերտների մեջ, բայց ես վերապահումներ շատ ունեմ Իրանի միջուկային ծրագրի հետ վերաբերյալ, որովհետև Նեթանյահուն ամեն օր խնդրում է Դոնալդ Տրամպին իր B տիպի ուրեմն ռմբակոծիչները տրամադրել, որպեսզի կարողանան ուրանային հատուկ միջուկներով այդ հրթիռներով խոցել, ռումբերով ավելի ճիշտ խոցել Իրանի միջուկային ծրագրերը, որոնք Իսրայելը այս պահին անզորու է իրականացնել։ Կարող է վերկետնյա խոշոր ինչ-որ օբյեկտներ են վերացնում, որոնք անմիջական սնում են կամ ինչ-որ
կերպ առնչություն ունեն միջուկային ծրագրերի հետ, բայց փաստացի խորը սարերի տակ գտնվող այդ միջուկային օբյեկտները մնացել են անխոցելի, սա է նույնիսկ վկայում երեք լույս տեսած New York Times-ի շատ հետաքրքիր ուշագրավ ուրեմն նյութը, այսինքն սա իրականությունն է, Իրանի հարցը դեռ լուծված չէ, Իրանում հնարավորություն կա այս պահին ըստ հրեա վերլուծաբանների նույնիսկ փոխել իշխանությունը, որովհետև Նեթանյահուն եւ հիմա էլ բացի արաբական ուրեմն արաբերեն լեզվով խոսացող բանակի խոսնակից հիմա էլ ճարել են պարսկերեն լեզվով խոսող բանակի խոսնակ, որը պարսկերեն լեզվով ամեն օր ելույթ է ունենում պարսիկների համար, կոչ է անում, որ մարդիկ ստապվեն, որ հրեա ժողովուրդը ու պարսիկ ժողովուրդը հազարամյակներով միասին բարի տերացիական լավ հարաբերություններ ունեցել եւ պարսիկ ժողովրդի ուրեմն թշնամին ոչ թե հրեա ժողովուրդն է, ոչ թե Իսրայել պետությունն է, հենց այս այաթոլլաների ռեժիմն է, որը պետք է օր առաջ տապալել, ու տեսեք, փաստորեն այաթոլլաների ռեժիմը այսօր շատ տարածքներում Իրանի իսկապես անարխիա է տիրում, նույնիսկ չեն կարողանում Թեհրան մայրաքաղաքը կառավարել, այստեղ կեղտաջրերը լցվել են, մարդիկ կեղտաջրերից մեռնում են, ասենք խեղդվում են այդ կեղտաջրերի մեջ, պատկերացրեք ինչ խաղաղ է այդ բանը։ Հասկանալի է, մեզ հետաքրքրում է նաև թե Իրանի ներեցեք Իսրայելի զինված ուժերը ինչպիսի մարտավարություն են կիրառել Իրանի տարածքում, կային տեղեկություններ, որ լրտեսական ցանց է գործել իսրայելական Իրանի տարածքում, որոնք դիվերսիոն գործողություններ են իրականացրել, այդ թվում շարքից հանել ոչ միայն ռազմական միջուկային օբյեկտների չեզոքացնելով, դրանց հարվածներ հասցնելով, այլև հակաօդային պաշտպանության այլ զինատեսակներ շարքից հանելով, ի վերջո կներեք Իրանի բարձրաստիճան զինվորականներ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը, գլխավոր շտաբի պետը, կորպուսի հետախուզական կազմակերպության ղեկավարը եւ բազմաթիվ այլ հրամանատարներ ֆիզիկապես ոչնչացված են։ Ես որպես լրագրող օրեր առաջ, այսպես լրատվական հոսքերին հետևելով, ընթերցում էի այս մահացած իրանցի բարձրաստիճան զինվորականների սպառնալիքները Իսրայելին, որ հարվածների պարագայում ինչքան դաժան պատասխան կստանա Իսրայելը, նաև Քուց ուժերի հրամանատարական կենտրոնին են ինքնաթիռներով հարվածներ հասցվել Իսրայելի, հա, ընդհանրապես ինչ տեխնոլոգիաներ են կիրառվել, դա կարծում եմ նաև հեռուստադիտողին կհետաքրքրի, սա իրապես կարծես երկար ժամանակ պատրաստված գործողություն էր Իրանի դեմ։ Այո, ուրեմն խոսք է գնում այստեղ մոտ 1.5 տարի կազմակերպվող շատ փայլուն ռազմական օպերացիայի մասին, երբ որ զանգվածաբար կարողացել են իրենց կողմը գրավել պարսիկներին, հրեա ուրեմն հատուկ ծառայությունների Մոսադի ուրեմն այսպես հետախուզության ներկայացուցիչները հենց որոնք գործում էին Իրանում, ինչքան էլ որ իրանցիները կախաղան էին բարձրացնում առանց գուցե ապացուցելու նույնիսկ այդ վերամբարձ կռունկների վրայից Թեհրանի կենտրոնում իրենց պարսիկ եղբայրներին կասկածելով նրանց Իրանի համար աշխատելու համար, բայց փաստն այն է, որ երբ որ ժամը 3-ին ուրբաթօրը մեծ տագնապով արթնացրեց Իսրայելը, ասելով որ մենք Իրանին ենք հարվածել, զգույշ եղեք, հիմա կարող է պատասխան լինի, արդեն դրանից շատ ժամեր առաջ նրանք արդեն լրտեսական խմբերը օդ բարձրացնելով FPV դրոններ, ԱԹՍ-ներ կարողացել էին այնպիսի ճշգրիտ հարվածներ հասցնել այդ բոլոր ձեր թվարկած մարդկանց, որ մարդիկ քնած ուղղակի պայթել էին։ Միևնույն ժամանակ պայթեցրել էին բոլոր այն մեքենաները, բոլոր այն ուրեմն միջուկային հարցերով զբաղվող գիտնականների, ատոմային այդ հարցերով զբաղվող կառույցների ղեկավարների, նախկին ղեկավարների, ներկայիս ղեկավարների, փոխտնօրենների, ընդհանուր առմամբ խոսք է գնում մոտ 50 մարդու ոչնչացման, որ միաժամանակ բոլորի միևնույն ժամանակ բոլորի մեքենաները սկսեցին նաև պայթել, այսինքն այս ամբողջը շատ փայլուն դիվերսիոն ուրեմն աշխատանք էր իրականացվել։ Նաև այս աշխատանքները կոորդինացված են շատ ուժեղ ձևով, այսինքն բոլոր հարձակումները տեղի են ունեցել միաժամանակ, այսինքն առաջին հերթին նրանք ոչնչացրել են այս Իսրայելի հասցեին նման անպագորկոր մեղադրանքներ եւ սպառնալիքներ հնչեցնող այս գլխավոր հրամկազմին, ասեմ ձեզ, որ հնարավորություն ունեն նաև այաթոլլա
Խոմեյնիին վերացնել, բայց որպես նշանակել, բայց կարծում եմ, որ օրինակ Տրամպը այս իրականացնել թույլ չէր տվել այս ժամանակ եւ փաստացի այս գործողությունը տեղի ունեցան, որին հաջորդեց նոր արդեն ռազմական օդային օպերացիան եւ հուժկու հարվածներով կարողացան եւ դիվերսիոն խմբերը ԱԹՍ-ների միջոցով եւ դրանք բոլորը ի դեպ տեղադրված են եղել այդ ԱԹՍ-ները կոնտեյներներով տեղադրված են եղել Թեհրանում երկրի կենտրոնում ռազմական խոշոր օբյեկտների այդ մարդկանց ասենք տարածքների մոտ հասկանում եք բնակության վայրերի մոտ որովհետեւ այս դեպքում օգտագործում է օպտիկական երկար այսպես կաբելներով հատուկ FPV ԱԹՍ-ներ որոնց ասենք ռադիոէլեկտրոնային ուրեմն պայքարի միջոցները չեն կարող խոցել ու սրանցով ասենք օպտիկական այս փոքրիկ լարերով նրանք կարողացել են նման հետաքրքիր հարվածներ իրականացնել եւ այս մարդկանց ուրեմն լուծել այս մարդկանց վրեժը սրան հաջորդեցին այդ բոլոր հարձակումները հակաօդային պաշտպանության վրա ընդ որում ես տեսել եմ նաեւ նկարներ ռուսական Pantsir M հակաօդային պաշտպանության իրանցիները շատ են ուրախացել որ այս 300 համակարգեր ունեն որոնք պաշտպանում են Թեհրանը, Իսպահանը, Շիրազը ու նաեւ Բուշեհրի ատոմակայանը եւ մնացած տարածքներում գտնվող իրենց ատոմային օբյեկտները բայց փաստացի շատ ծիծաղելի ձևով անմիջապես սրանք բոլորը վերացվեցին անմիջապես Pantsir M-ը ընդհանրապես ոչինչ չի կարող անել նրան շատ հեռվից հարյուրավոր կիլոմետրեր արդեն նրան նկատած ասենք F-35-ի դեմ ել չեմ խոսում արբանյակային հարձակումների ել չեմ խոսում մնացած զինատեսակների մասին այսպիսով անմիջապես կուրացվեց ողջ ուրեմն այս հակաօդային պաշտպանությունը այնուհետև շատ հզոր ուրեմն հարվածներ տեղի ունեցան օդային եւ պետք է նաեւ ասեմ որ իրանցիները բոլորը ուղակի շոկի մեջ են որովհետեւ չէին սպասում հանկարծակի նման հարձակում իսկ ինչու են շոկի մեջ ինչու նման հարձակում տեղի ունեցավ որովհետեւ Իսրայելը սկսեց այսպես դեզինֆորմացիա ուրեմն տարածել նախ Նատանյահուն հանդես եկավ հայտարարությամբ որ մինչեւ 15-ը երբ որ պետք է Օմանում տեղի ունենար Իրանի ու ուրեմն Ամերիկայի Միացյալ Նահանգների հերթական բանակցությունները ատոմային այսինքն բանի ուրանի հարստացման հետ կապված իրենց ծրագրերի բանակցությունների հետ կապված դրանից առաջ խոսում էին որ Նատանյահուի որդին է ամուսնանում Նատանյահուն գնալու է հյուսիս ինչ որ հանգստանալ եւ այն հետո էլ Իսրայելի կառավարությունում շատ լուրջ քաղաքական ճգնաժամ է եւ այդ ճգնաժամի պատճառով կարող է պետությունը փլուզվի եւ այլն եւ նույն ժամանակավոր պետություն ստեղծվի կառավարություն ստեղծվի այս ամբողջ ֆարսը ստեղծեցին մենք էլ հավատացինք իհարկե ու ուրբաթը շաբաթից շուտ եկավ եւ ուրբաթ 5 շաբթի լույս ուրբաթ օրը մարտիկ հարված հասցրեցին ասենք Իրանի բոլոր այդ օբյեկտներին թվարկածս այսօր Բենյամին Նատանյահուն նոր հայտարարությամբ է հանդես եկել մոտ 1 ժամ առաջ հայտարարել է որ Իսրայելը ունի ուրեմն ստարտափի հատուկ ծրագրեր որոնք հնարավորություն ունեն ներթափանցելու Իրանի միջուկային շատ խորքերը գտնվող, ասենք սարերի տակ հարյուրավոր մետր խորությամբ բունկերներում գտնվող միջուկային օբյեկտներ եւ դրանք վերացնել կամ չեզոքացնել։ Սա Նատանյահուն է այսօր հայտարարել, բայց դե իրականում սա ճիշտ է, ճիշտ չէ, ես չգիտեմ, գուցե սա ուղղակի ուղերձ է Իրանին, որ այաթոլլաների ռեժիմին։ Իսկ այաթոլլա Խոմեյնիին դիտավորյալ են կենթանի թողել, որպեսզի ավելի սկսի խոսել եւ ավելի այսպես ճկուն լինի ամերիկացիների հետ բանակցություններում եւ ի վերջո հայտարարեն, որ նրանք պատրաստ են բանակցություններ սկսել միջազգային տարբեր կազմակերպությունների արևմտյան տարբեր երկրների միջնորդությամբ Իսրայելի ու Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Պարոն Չեռնաբարյան, ամեն դեպքում դուք լինելով Իսրայելում եւ նաեւ քաղաքական հայտարարություններին իշխանության քաղաքական գործիչների այսպես լավ ծանոթ լինելով Իսրայելում դիտարկում են քաղաքական լուծում Իրանի հետ այս իրադրության, այսինքն կա մի բանաձև, որ Իրանը եթե առաջարկի Իսրայելին Միացյալ Նահանգների եւ արևմտյան միջնորդներին, եթե այդպիսիք հայտնվեն, եւ Իսրայելը կդադարեցնի պատերազմը եւ Իսրայելը այլևս չի թիրախավորի Իրանին, թե ամեն դեպքում սա վերջն է այն իմաստով, որ մինչեւ ռազմական հարվածներով ռազմավարական բնույթի օբյեկտներ շարքից դուրս չգան եւ Իրանը
չդառնա ռազմական իմաստով խոցելի երկիր Իսրայելի համար այս պատերազմը չի կանգնելու։ Ես չգիտեմ այաթոլաների իշխանության հեռացման սցենարը ինչքանով է լուրջ դիտարկվում, արդյոք իրանցիները այսպես կապ ստանբեն եւ բողոքի ակցիաներ կանեն, թե իրանցիները կապ ստանբեն եւ բողոքի ակցիաներ կանեն, որ Իսրայելի դեմ պատերազմը ավելի ուժեղանա։ Ինչ եք դուք տեսնում, քաղաքական թե պատերազմական սցենար է առաջիկայում հավանական։ Ուրեմն երեք Իսրայելի 12-րդ տարիքով գրեթե ողջ օրը հենց այդ հարցին են փորձում պատասխանել մի շարք, ասենք, Աման ուրեմն հետախուզության գաղտնի հետախուզության ծառայության նախկին ղեկավարը, մի շարք քաղաքագետներ հրեա, որոնք տասնյակ տարիներ, ասենք, մասնակցել են տարբեր գաղտնի ռազմական օպերացիաների, ռազմական գործողությունների եւ, ասենք, մարդիկ են լուրջ փորձառու մարդիկ են, որոնք աչքի են ընկել իրենց մատուցած ծառայություններով։ Նո այստեղ տարբեր երեք հիմնական ուրեմն տեսակետ էին նշում, նախ այն, որ Իսրայելի հարվածների տակ Իրանը արդեն իսկ կարող է արդեն հետ գնալ իր այսպես անպակորկոր հայտարարություններից եւ ընդունի ամենակարևոր երկու պայմանը, որ կդատարի ուրանը հարստացնել իր միջուկային ծրագրերն իրականացնելու համար, այսինքն ուրան կարող է ձեռք բերել երրորդ պետությունից, ենթադրենք Ֆրանսիայից կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներից եւ ոչ Ռուսաստանից եւ մեկ այլ նմանատիպ պետությունից եւ կդատարեցնի, ասենք, հրթիռային հեռահար հրթիռների ծրագրերը։ Ենթադրենք այս երկու խոշոր ու շատ կարևոր կետերը, որոնք ի սկզբանե այաթոլլան իր ռեժիմով հրաժարվում էր ընդհանրապես քննարկել, էլ չեմ խոսել դրա մասին, հա։ Սա առաջին տարբերակն է։ Երկրորդ տարբերակը, եթե 61-րդ օրը Իսրայելը նման հարվածներ հասցրեց ու այաթոլլաների ռեժիմը հրաժարվի ընդառաջ գնալ Դոնալդ Թրամփի այս ուրեմն հայտարարություններին կամ Իսրայելի ցանկություններին, ապա հնարավոր է Ամերիկայի Միացյալ Նահանգները իր ռմբակոծիչները ու ծանր հրթիռներն ու ծանր ուրեմն ուրանային միջուկով այդ ռումբերը տրամադրի Իսրայելին եւ օգնի այդ ծրագիրը, միջուկային ծրագիրը իրականացնել, այսինքն իրոք վերացնել Իրանի միջուկային ծրագրերը եւ սրանով Իրանին քարի դար ուրեմն գցել, ընթացքում նաև կարող են խոցվել Իրանի շատ կարևոր նավահանգիստները, ասեմ ձեզ, որ երեք գիշերը ուրեմն ոչնչացվել է Իրանի խորհրդարանի շենքը, Իրանի նախագահի նստավայրը, այսինքն ինչքան որ պետական սիմվոլ կա, շենքերի պետական սիմվոլ ներկայացնող շենքեր կան, սրանք ամբողջությամբ փողին են հավասարեցվել եւ իրանցիներն իհարկե որ իրանցին է հաճելի, երբ որ անցնում է եւ տեսնում է իր խորհրդարանի մեջլիսի, ասենք, փլատակները։ Եվ սա այսինքն երկրորդ տարբերակն է ռազմական, ձեր ասած ռազմական ճանապարհով շատ ավելի լայն հարձակումներ իրականացնել եւ երրորդը, ասենք, շատ աղոտ, այսպես մեր ասած իրանցիների վրա հույս դնելն է, որ իրանցիների, ասենք, ըստ որոշ սոցհարցումների մոտ 70% իրանցիների շատ դժգոհ է այս ռեժիմից, այս հեղափոխականների ռեժիմից, որովհետև հեղափոխության պահապանների կորպուսը միլիարդատերներ են, նրանք երկրի նավթի եւ գազի եւ բոլոր տեսակի խոշոր ուրեմն արդյունաբերական կենտրոնների տերերն են, ըստ էության պետություն են, պետության մեջ հասարակ ժողովուրդը, ասենք, մեծ պայուսակներով աշխատավարձներ են ստանում, ասենք, արդեն չգիտենք, թե նրանց մոտ փոխարժեքը $1 նկատմամբ Իրանի ինչքան է, Իրանի այդ ուրեմն դրամի, այսինքն տնտեսական լուրջ ճգնաժամ, մի պետություն, որը արտահանում է անսահման քանակությամբ, ցանկությունն է արտահանելու անսահմանակ քանակությամբ գազ եւ նավթ, իր ժողովուրդը, ասենք, կեղտաչերերի մեջ այսօր խեղդվում է եւ իր ժողովուրդը նույնիսկ նորմալ բենզալցակայաններ չունի եւ մեքենաները ճանապարհին փչացած, հսկայական հերթերը առաջացած տեսել եք, թե հեռուստատեսությամբ ինչ է տեղի ունենում։ Սա արդեն երրորդ տարբերակն է, որ օգտվելով այս տնտեսական ծանր իրավիճակից, ստեղծված այս քաոսից, ստեղծված այս ավերվածություններից, որ մարդկանց մոտ գուցե առաջանա զայրույթ այս ուրեմն ռեժիմի դեմ եւ գիտեք շահի որդին է արդեն հայտարարություններով հանդես գալիս,
միապետությունը վերականգնելու, Իրանում իշխանությունները փոխելու, արևմտյան երկրների հետ նորմալ դաշնակցելու, սանկցիաներից դուրս գալու, Իրանը ծաղկուն պետություն, ինչպիսին էր շահի ժամանակ, ստեղծելու հետ կապված։ Այնպես որ այս երեք հիմնական ուրեմն ուղղություններն են այսօր Իսրայելում շրջանառվում, սակայն երրորդը մի փոքր կասկածել է, ես չեմ վստահում, որ պարսիկ ժողովուրդը ամենայն դեպս Այաթոլլահ Հոմեյնին համարվում է իրենց հեղափոխության կարկառուն, հասկանում եք, դեմքը, եւ այս մարդուն ասենք վնասելը կամ ասենք այս մարդուն չլսելը գուցե նաև, չգիտեմ, նրանց մոտ գենետիկական ուրեմն մակարդակով է նստած։ Այսինքն մնում է երկրորդ եւ երրորդ տարբերակը, որ Իրանի ստիպեն, որ հետադարձ քայլ անի եւ համաձայնվի Իրանի Իսրայելի ներողությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգների պահանջներին, կամ Ամերիկան միանում է, որը այս պահին Ամերիկան այդքանը չի ցանկանում եւ Դոնալդ Թրամփը այդ պահով անընդհատ լռում է եւ ոչ մի նախադասություն չի արտասանում։ Պարոն Չեռնամորյան, շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Ես էլ եմ շնորհակալ, ուղղակի կուզենայի ձեր թույլտվությամբ նաև հայկական համայնքի մասին խոսեինք, գլոբալ տարբեր խնդիրների մասին խոսեցինք, բայց հայկական համայնքի մեր ընդհանուր իրավիճակի մասին չխոսեցինք, ուրեմն այսպես ասեմ, մենք ինչպես Իսրայելի բոլոր մյուս քաղաքացիները ենթարկվելով թիկունքի ծառայության բոլոր հորդորներին ու կարգադրություններին, ցանկացած տագնապի ժամանակ կատարում ենք բոլոր այդ կարգադրությունները, առաջին հերթին փորձում ենք գտնել ապահով տեղ, եթե փողոցում ենք, դրսում ենք, աշխատանքի վայրում ենք, եւ այս հարձակումները վերջին հատկախ Տիկվայում եւ Բաթյամում տեղի ունեցան այնպիսի թաղամասերում, որտեղ շատ հայեր են, ներողություն, շատ հայեր են ապրում եւ բավականին լուրջ այսպես ծանր մտնելով ստեղծվել բոլորի մոտ, ոչ միայն ասենք հայերի մոտ, եւ իրավիճակը իհարկե լարված է, ոչ մեկին էլ այսինքն այս ծանր պատերազմը ձեռնտու չէ եւ պետք էլ չի, երբ որ տեսնում ես աչքիդ առաջ ինչպես են հրթիռները պայթում եւ խոցում եւ սպանում մարդկանց իհարկե, եւ մեր համայնքը Աստծուն փառք այս պահին զոհեր ու վիրավորներ չունենք, սակայն ասենք մենք շատ լրագրողներ ինձ հարցնում են, թե իսկ գույք վնասվել է, մեքենա վնասվել է, տուն փլվել է, մենք անկեղծ ասած երբևէ այս 23 տարիների ընթացքում, որ ես Իսրայելում եմ, երբևէ չեմ խոսել, թե մեկի ավտոմեքենայի դիմացի ապակին է, ասենք խոցվել հրթիռի, ասենք այդ էլեմենտներից, կտորներից կամ ասենք մեկի տունն է քանդվել եւ այլն, սա մենք միշտ համարել ենք ավելորդ, որովհետեւ մեզանում մեր համար առանց այն էլ շատ փոքրիկ մեծավոր արևելքում այս փոքրիկ հայկական կղզյակի համար շատ կարևոր է պահպանել յուրաքանչյուր մեր հայորդու կյանքը եւ Հայաստանի Հանրապետության դեսպանատունն էլ հատուկ հայտարարությունով է հանդես եկել, կա այնտեղ հատուկ ուրեմն բջջային ուրեմն հեռախոսի համար, կա սովորական համար, email, այսինքն դեսպանատունը աշխատում է, ես կապ եմ հաստատում, անընդհատ կապի մեջ եմ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ, այս պահին ողջ Իսրայելը գտնվում է բլոկադայի մեջ, մենք չենք կարող երկրից թռչել, այսօր ծևի համար չես կարող գտնել մեկ օդանավ կանգնած Իսրայելի ոչ մի օդանավակայանում, այսինքն բոլոր օդանավերը հեռացվել են Իսրայելի տարածքից, տարբեր երկրներ բարեկամական եւ նույնիսկ 3-1 լաստանավ կար 2000 հոգի, որ կարող է իր հետ վերցնել եւ տանել դեպի Լառնակա Կիպրոս, այդ ուրեմն թիկունքի ծառայությունը արգելեց եւ այդ լաստանավը դատարկ գնաց, այժմ այսօր խոսում են մաքսանենք ճանապարհով արաբների փոքրիկ նավակները վարձել ու փորձել Կիպրոս անցնել եւ այն մարդկանց ուրեմն խորհուրդ եմ տալիս նման քայլերի չդիմել, ասենք ծովահենների տարբեր տեսակի կրիմինալ էլեմենտների հետ չկապնվել եւ ասենք չփորձել հատել սահմանը ոչ օրինական ճանապարհով, գիտեցեք, որ Իսրայելի ծովային ուժերը հետևում են այդ ողջ սահմանակցին եւ կձեռնարկեն համապատասխան միջոցառումներ, երկու տարբերակ կա, ասենք Իսրայելից դուրս գալու, մեկը այսինքն Հորդանանի միջոցով է դեպի Աման, սակայն այս դեպքում պետք է վիզաներ ստանալ եւ խնդիրն այն է, հիմնախնդիրը, որ Հորդանանի օդն էլ բաց չէ, անընդհատ փակվում բացում է, որովհետեւ Հորդանանի թագավորությունը ինքը խոցում է իրանական արտադրության այս բոլոր բալիստիկ հրթիռները, որոնք որ կարողանում է ընթացքում դրանք խոցել, իսկ Եգիպտոսում էլ գիտեք Սինայում ինչպիսի իրավիճակ է եւ
ասենք հրեական անձնագրեր ունեցող մարդկանց չի խրախուսվում Սինայի կողմից անցնել Եգիպտոսի եւ Իսրայելի սահմանը։ Աղոթում ենք Աստծուն, որ այս պատերազմը շուտ ավարտվի եւ Մերձավոր Արևելքը ի վերջո շունչ քաշի եւ Թեհրանը հայերն են մեղք եւ մենք ենք մեղք այստեղ, այսինքն չենք ուզում, որ որևէ մեկի արյունը թափվի եւ ընդհանրապես մենք դեմ ենք այս պատերազմներին։ Շնորհակալ եմ, պարոն Չեռնամորյան, իրապես շուտապույտ խաղաղություն։ Հարգելի հեռուստադիտողներ, Ֆակտոր TV-ն ուղիղ տեսակապով զրուցում էր Պետախ Տիկվայում գտնվող Արտյոմ Չեռնամորյանի հետ։